Քննարկումները շարունակելու նպատակով խորհրդարանում հետաձգվել է զինծառայության մասին օրենքի նախագծի քննարկումը։ Ազգային ժողովի նախագահը չի բացառում, որ այն կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել։ Փաթեթը Ալեն Սիմոնյանը համարում է կարևոր Հայաստանի անվտանգության ապահովման տեսակետից։ Մեր նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է, որտեղ որ որևիցե նորակոչ չի գծել, մնացած նորմալ երկրներում են, որ մարդիկ, ովքեր որ կցանկանան իրենց կյանքը նվիրել զինծառայության, կստանան բարձր աշխատավարձ եւ կգնան կդառնան զինվորական։ Դա վերջնանպատակն է։ Սիմոնյանի խոսքով մարդիկ, որոնք գումարով փորձել են զավակներին ազատել բանակից, արել են։ Նա նոր որակում տալու կարիք չի տեսնում, հավելելով շարունակվելու է դրա դեմ պայքարը։ Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ, 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ 10,000-ից ավել հետախուզվող մարդ կա, որոնք խուսափել են բանակից։ Վերջնանպատակը մեր երկրի համար պետք է լինի լիակատար պրոֆեսիոնալ բանակը, որտեղ որ կծառայեն մարդիկ, ովքեր որ դրանք վերաբերվեն որպես մասնագիտություն ամենայն պատասխանատվությամբ եւ այն իրավիճակը, որը որ մեր երկրում եղել է, կա արդեն տասնամյակներ շարունակ, պետք է ինչ-որ ձևով սկսել կարգավորել։ Անդրադառնալով վերջին օրերին Հայաստան, Ռուսաստանի, Եվրամիության երկրներից բարձրաստիճան պաշտոնյաների այցերին, Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Մենք ոչ արևմտամետ ենք, ոչ ռուսամետ, հայամետ ենք եւ սպասարկում ենք Հայաստանի ռեալ օրակարգը»։ Չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն ընկնել։ Եվ այն խնդիրները, այն հարցերը, այն հարցադրումները, որոնք կան մեր ռուս գործընկերների նկատմամբ, դրանք օրակարգից դուրս չեն եկել։ Այնուամենայնիվ, որն է հապկի սահմանը, այնուամենայնիվ, ինչի է հապկը նույնիսկ քաղաքական մակարդակով իրեն հեռու պահել։ Այդ հապկի երկրներից մեկը հայտարարել է, որ իրենք միասին հաղթեցին Հայաստանին եւ այլ, եւ էլի շատ ու շատ հարցեր դուրս չեն եկել։ Այդ հարցերը բարձրացնել միևնույն ժամանակ մեր անվտանգային համակարգը, մեր տնտեսությունը այլ տարբերակներ փնտրելն է, բայց գիտեք ինչ, եկեք հələ մի բան վերանանք, հա, որևիցե երկրից։ Այնուամենայնիվ լավ բան չէ մի երկիրը ամբողջությամբ մեկ խողովակից կախելը եւ մեկ ճանապարհով երկիրը ապահովելը։ Ասում եմ, կարևոր չի դա որ ճանապարհն է։ Չի կարելի լինել միայն, չգիտեմ, արևմտամետ, չի կարելի լինել մի հատ ռուսամետ։ Պետք է քո երկրի շահերը ունենաս։ Տարբեր երկրներ ունեն իրենց օրակարգը, տեսլականն ու շահերը, իսկ Հայաստանի դիվանագիտության քաղաքական գործչի գործունեության իմաստը ըստ խորհրդանի ղեկավարի այն է, որ այս բոլորի ցանկությունների մեջ սպասարկի հայկական ցանկությունը։ Ռուսամետները գալու են ասեն ոչ միայն Ռուսաստան, եվրոպամետները գալու են ասելու են ոչ միայն Եվրոպա, իսկ այդ ընթացքում Հայաստանը պետք է իր շահը այդ ծանր, այդ երկու բևեռների կամ 3 կամ 4 բևեռների միջով իր շահը տանի։ Կարող եք ասել, հա, աշխարհում գոյություն ունեցող մեկ երկիր, որ տենց ամբողջությամբ մի քաղաքական գիծ է վարում։ Տենց երկրները դադարում են գոյություն ունենալ։ Քաղաքական առումով այդ երկրները դառնում են ծայրագավառներ եւ դադարում են գոյություն ունենալ։ Դրա օրինակները հիմա չեմ ուզում բարձր բերեմ, բայց շատ վատ օրինակներ են։ Ալեն Սիմոնյանի խոսքով Հայաստանը լավ ու բարի հարաբերություններ է ունենալու Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների հետ, փորձելու է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ։ Դրա համար պետք է բալանսավորել։ Ազգային ժողովի նախագահը անդրադարձավ նաեւ խաղաղության պայմանագրին առնչվող հարցին։ Երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որոնք որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ոնց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի եւ իրար չենք նայում, 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել եւ շփվել։ Հայաստանի տարածքում արևմտյան Ադրբեջան չկա, չի կարող լինել։ Անդրադառնալով Ադրբեջանի արևմտյան Ադրբեջան խոսույթին, Սիմոնյանն ընդգծեց, թեմայի շահարկման պատճառը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ազգային ժողովի նախագահ ընտրելու հայտարարությունների հայելային պատասխանն է։ Մայա Խաչատրյան, լուրեր։